Այսօր շատ կարևոր օր է։ 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Դրանից առաջ ուղիղ 873 տարի շարունակ մենք չունեինք պետականություն։ Սա ահռելի ժամանակահատված է, շուրջ 9 դար ապրել առանց պետության։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչ է նշանակում 873 տարի ապրել առանց պետականության, մի պահ պատկերացրեք, որ այդ թիվը հավասար է 35 հատ երրորդ հանրապետության 25-ամյա պատմությանը։ Եթե դուք սովորում եք համալսարանում կամ արդեն ավարտել եք, ապա պատկերացրեք, որ դուք 218 անգամ ավարտում եք համալսարանի նույն ֆակուլտետի բակալավրիատը։ Սա նշանակում է մոտ 460 միլիոն րոպե շարունակ կանգառում սպասել գազելի, որպեսզի գնալ դասի։ Այն ժամանակահատվածը, որում մենք ապրել ենք առանց անկախ պետականության, երկրորդ համաշխարհային պատերազմը կարող էր կրկնվել 146 անգամ, իսկ ապրիլյան 4-օրյա պատերազմը կարող էր կրկնվել մոտ 80,000 անգամ։ Այս ողջ ժամանակահատվածում Եվրատեսիլը կարող էր շարունակվել շուրջ 7,5 միլիոն ժամ, իսկ Հայաստանի Հանրապետությունում կարող էր լինել 4365 հատ մեռելոց։ Իոսիֆ Ստալինը ապրել է 75 տարի, սա նշանակում է, որ նա այս ընթացքում կապրեր 12 անգամ ավելի երկար։ Եվ վերջում ամենակարևորը, արդեն 13 տարի Հայաստանի ազգային ժողովում հանրապետական կուսակցությունը կազմում է մեծամասնություն։ Սա նշանակում է, որ այս ողջ ընթացքում ՀՀԿ-ի իշխանությունը կբազմապատկվեր 67 անգամ։ Գնահատենք անկախությունը։